Այս պատմությունը Եվրոպայի հայկական համայնքը միշտ մեծ ոգևորությամբ և հպարտությամբ է պատմում։ Անին Երևանի աղջիկ էր, խելացի, հպարտ ու հանգիստ բնավորությամբ։ Նա ընդունվում է Եվրոպայի համալսարաններից մեկը ու տեղափոխվում Եվրոպա։ Նա ապրում էր այնտեղ և սովորում այդ համալսարանում։ Համալսարանում, որտեղ Անին էր սովորում, ամեն ազգի ուսանող կար։ Մի օր դասի ժամանակ նրան նստեցնում են նոր ուսանողի՝ Էմիլի կողքը, նա Թուրքիայից էր։ Սկզբում ամեն ինչ սովորական էր, միասին էին սովորում, քննարկում արվեստը, նույնիսկ երբեմն խոսում պատմությունից։ Էմիրը միշտ ժպտում էր ասելով. «Պատմությունն անցյալ է, կարևորն ապագան է»։ Անին հավատում էր նրա ժպիտին, բայց միշտ ասում. «Պատմությունն անցյալ չէ, պատմությունը ներկա է և ապագան կերտելու հիմք»։ Էմիրը ժպտում էր և այլևս չէր շարունակում։ Բայց մի օր դասից հետո, երբ մտավ ուսանողական սրճարան, Անին լսեց Էմիլի ձայնը։ Նա իր ընկերուհիների հետ բարձր խոսում էր. «Հայերը միշտ չափազանցնում են. ինչ ցեղասպանություն, ինչ պատմություն, եթե նրանք իսկապես ճիշտ լինեին, աշխարհը դա վաղուց ընդունած կլիներ։ Հայերը սիրում են միշտ նվնվալ, այդպես աշխարհից մի քանի կոպեկ փող են վերցնում»։ Անին քարացավ, նրա արյունը սկսեց եռալ, բայց դեմքը մնաց հանգիստ։ Նա մոտեցավ սեղանին, ուղիղ կանգնելով տղայի դիմաց։ «Քեզ թվում է, եթե ժպտաս, ճշմարտությունը կփոխվի», ասաց նա սառն ու հստակ ձայնով։ Սրահում բոլորը լռեցին։ «Իմ պապը չհասցրեց մեծանալ, որովհետև ձեր պապերը որոշել էին, որ նա այս աշխարհին պետք չէ։ Բայց ես այստեղ եմ, ապացուցելու, որ հայը չի լռելու և չի վախենալու»։ Տղան փորձեց ինչ-որ բան ասել, բայց Անին նույնիսկ թույլ չտվեց։ «Դու սովորում ես ճարտարապետություն, չէ՞։ Հիշիր, ամեն շինություն հիմնվում է ճշմարտության վրա։ Եթե հիմքը կեղծ է, տունը փլվում է։ Հենց այդպիսին է ձեր պատմությունը, որը չունեք, կեղծ է, ուրիշներից վերցրել եք, և այդ հիմքը քոնը չէ, այդ իսկ պատճառով դուք փլվելու եք»։ Նա շրջվեց և դուրս եկավ սրահից, բարձր գլխով։ Ոչ ոք ոչինչ չասաց։ Մոտ մեկ րոպե տևեց լռություն։ Լռությունը խախտեց տղաներից մեկը։ Ոտքի կանգնեց և սկսեց ծափահարել։ Էմիրը, թուրք տղան, հեռացավ սրճարանից, գլուխը կախ, հասկանալով իր սխալը։ Բոլորը հասկացան այստեղ ոչ թե վեճ էր, այլ արժանապատվության դաս։ Այդ օրից Անին դարձավ ոչ միայն իր երկրի, այլև իր ժողովրդի պատվի խորհրդանիշ աղջիկը, որը չվախեցավ ասել ճշմարտությունը թուրքի աչքերի մեջ նայելով և նրա դիմաց կանգնած, իսկ թուրքը ուղղակի կախեց գլուխն ու հեռացավ։